Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Վարող այսօր նիստը ասաց, որ այս դահլիճում է գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի քաղաքական հարցերով ինչ որ խորհրդական թե օգնական։ Ես գիտեմ։ Սա ինչի նշան է։ Սա կոնկրետ ցուցիչ է։ Հիմա տեսականորեն պատկերացրեք, որ մեր ընկերների նկարներ, որ այնտեղ են, առաջին երկու շարքում նստած էր լինելու կամ կարող էր նստած լինել ԱՄՆ-ի դեսպան իր աշխատակազմով։ Հաջորդ երկու շարքում Եվրամիության դեսպանը իր աշխատակազմով, իսկ վերջին շարքում էլ այլ երկրների դեսպաններ։ Այս դահլիճում ասեղ գցելու տեղ չէր լինելու։ Էլ չեմ ասում, որ լրագրողների աշխատանքային վայրում հայտնվելու են քաղաքապայմանագրի բոլոր պատգամավորները։ Եվ եթե դրաներ ավելացնենք, ենթադրենք, որ Եվրամիության դեսպանը եւ Հայաստանում եւ ԱՄՆ դեսպանը այս ամբողջ խոսք էին ասելու, դուք պատկերացնում եք ինչ վիճակ է լինելու։ Իսկ ինչու այդպես չեղավ։ Ասեմ ինչու չեղավ։ Անցյալ տարի հունիս 12-ին ազգային ժողովի մոտ եղավ բախում։ Ոստիկանությունը կիրառեց անհամաչափ ուժ, օգտագործեց հատուկ տեխնիկական միջոցներ, որի իրավունքը չուներ, կոնկրետ այդ տեխնիկական միջոցների։ Ձերբակալվեցին տասնյակներով մարդիկ, նվաստացումներ, խոշտանգումներ, դատական պրոցեսներ։ Իսկ ինչ ասում Հայաստանի Հանրապետությունում հավատագրված դեսպանը եւ այդ դեսպանությունը, այս հայտարարությունից երկու տարբերություն կարդա, որով հիմնավորում եմ, թե ինչու այնտեղ նստած չեն։ Ասում է. մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունք տիրացնել պատասխանատու կերպով, զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Պարզ է, չէ՞։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։ Ասեք կենասնա, լողոզելուց հետո, ժողովրդին մեղադրելուց հետո, հաջորդ տարբերությունը։ Միացյալ Նահանգների դեսպանատունը նաև խրախուսում է իրավապահներին հասարակական կարգի պահպանում իրականացնել քաղաքացիների խոսքի եւ հարավակների ազատության իրավունքի ապահովմամբ եւ քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում ցույցեր լուսաբանող լրագրողների հետ կապված։ Այսինքն տասնյակներով ծեծել, ջարդել, մեքենաներ մեջ նվաստացնել, հետո ժամանակավոր պահման վայրերում նվաստացնել, հետո մարդիկ հաշմանդամ դարձան։ Եվ էս է Ամերիկայի դեսպանության կեցվածքը։ Ես կարծում եմ, որ այս հայտարարությունից հետո համարժեք արձագանք չեղավ։ Ոչ միայն այն ժամանակ Տաուշը հանուն հայրենիքի կամ հետո սեփազան շարժման ղեկավարների կողմից, ընդհանրապես Հայաստանում անդիմադիր դաշտի կողմից չեղավ համարժեք։ Սա նշանակում էր, ինչ որ ես կարդացի, Նիկոլ Փաշինյանին 100%-անոց կանաչ լույս տրվեց, ցանկացած գործողություն անելու։ Ես համակարծիք եմ իշխանությունների այն ներկայացուցիչների հետ, որոնք ասում են, որ քաղբանտարկյալ չկա, ես էլ եմ գտնում, քաղբանտարկյալ չկա։ Կամ պատանդառուներ, գերեվարվածներ, պատանդ են այդ մարդիկ։ Հիմա առաջարկս ճիշտ թիրախ ընտրել, իսկ մենք ճիշտ թիրախ չենք ընտրել։ Եվ այդ թիրախը ոչ ազգային ժողովն է, ոչ կառավարության շենքն է, ոչ էլ նախագահի նստավայրն է։ Հայաստանի Հանրապետությունում երկու շենք կա։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը եւ Եվրամիության դեսպանության շենքը։ Իսկ որպեսզի իմ ասածը ես ավարտեմ, տեսական չհնչի, բերեմ երկու փաստ, թե ինչ ասել է ԱՄՆ դեսպանից պահանջել, որ իրավունք ունենք, որտեղ ԱՄՆ-ն է եւ Եվրամիությունն է աշխարհում ներկայանում մարդու իրավունքների պաշտպանության ավանգարդում, որպես շոքեքարշ երկիր եւ կառույց։ Անցյալ տարի մայիս ամսին արտգործնախարարության մեջ մեծ ցույց եղավ։ Իշխանությունները ձերբակալեցին մի քանի տասնյակ քաղաքացիների։ Հաջորդ օրը հայկական ժամանակը վերդիկտը դրեց։ Պետք է ձերբակալվեն նաեւ այդ հավաքի փողոցային անկարգություններ կազմակերպիչները։ Իսկ դա առաջին հերթին եւ ուղղակիորեն Բագրատ Սրբազանի մասն էր։
Ինչ լուծում եղավ։ Լուծումը հետևյալն էր։ 72 ժամը դեռևս չլրացած հաջորդ օրը առավոտյան Բագրատ Սրբազանը մեկ օրվա ընթացքում 3 անգամ այդ դեպքերի հետ կապված գնահատական տալու ժամանակ հիշեց ԱՄՆ պետությանը, որը ֆինանսավորում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, որոնք ուժ են կիրառում ոչ համաչափ եւ ապօրինի գործողություններ են անում։ Եվ ինչ եղավ։ Իդեպ ասեն ձեզ այդ օրը Բագրատ Սրբազանի պիտի ձերբակալ էին։ Ես 100%-անից բան եմ ասում։ Ոչ միայն Բագրատ Սրբազանին չձերբակալեցին, որովհետև հայկական ժամանակը արդեն գրել էր ով է կազմակերպիչը, անունը չէր գրել, բայց իրեն ձերբակալեին։ Այլև 14 ձերբակալված անձանց բաց թողեցին, 72 ժամը դեռևս չլրացած։ Սա առաջին փաստն եմ ասում, որ տեսություն չի, եւ երկրորդ փաստը։ Այս տարի մարտ ամսին ես իմ ընկերներով 2 տասնյակ ընկերներով ցույց կազմակերպեցինք ԱՄՆ դեսպանության հարևանությամբ։ Մի շարք պաստառներ կային, բայց ամենակարևոր պաստառը ԱՄՆ դեսպանին նշված էր persona non grata։ Արձագանքը իհարկե այդ հավաքի երկու նպատակ ուներ, առաջինը դա ավարտում եմ։ Երկրորդը կենսաբանական լաբորատորիաները։ Արձագանքը մեկ օրվա մեջ 760 հրապարակում 10 պետությունում։ Ընտրենք ճիշտ թիրախներ, ես ձեզ վստահեցնում եմ, իրավիճակը գլխիվայր եւ որակապես շուռ կգա։ Պահանջատեր լինենք այն կառույցից եւ այն պետությունից, որը կարող է ճնշել մեկ զանգով այս հարցերը լուծելու համար։ Իսկ վերջում, որպեսզի մեզ համար պարզ լինի ինչ ասել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Հայաստանում կա հակակոռուպցիոն կոմիտե։ Այդ կոմիտեն ԱՄՆ-ի կողմից ստեղծված կառույց է երկիր մոլորակի բոլոր պետություններում, ֆինանսավորման, կազմակերպական, խորհրդատվական եւ այլն։ Այնպես որ այս գործի մեջ ականջներ կան, ճիշտ թիրախներ եւ լուծումը իրան սպասեցնել չի տա, շնորհակալություն։